Dolce & Gabbana մաքսիմալիզմի և ճոխության թագուհին նորաձևության ոլորտում։ Ի տարբերություն շատերի կողմից պրոպագանդվող «Less is more» արտահայտությանը, բրենդն արդեն տասնամյակներ շարունակ հպարտորեն կիրառում է «More is more» փիլիսոփայությունը։ Վառ գույներ, ծանր նախշեր, խոշոր աքսեսուարներ, սիցիլիական և բարոկո մոտիվներ։ Սրանք Dolce & Gabbana-ի ԴՆԹ-ի անբաժանելի մասն են կազմում։ Dolce & Gabbana բրենդը հիմնադրվել է 1985 թվականին երկու երիտասարդների Domenico Dolcei և Stefano Gabbana-ի համագործակցության արդյունքում։ Դոմենիկոն ծնվել է 1958 թվականին Սիցիլիայում, կոնսերվատիվ դերձակի ընտանիքում։ Հոր շնորհիվ վաղ տարիքից վարպետորեն տիրապետում է կարի արհեստին, ինչի շնորհիվ նրան հաճախ անվանում են կարի Մոցարտ, բնավորությամբ ինքնամփոփ և համեստ էր։ Ստեֆանոն ծնվել է 1962 թվականին Իտալիայի մյուս ծայրում գտնվող Միլանում, շատ ավելի լիբերալ ընտանիքում։ Մանկուց հետաքրքրվում էր նկարչությամբ, այնուհետև գրաֆիկ դիզայնով։ Ավարտելով արվեստի քոլեջը ստանում է ստեղծագործական տնօրենի կրթություն, ի տարբերություն Դոմենիկոյի, ավելի ինքնավստահ և աշխույժ երիտասարդ էր։ Նրանց ճանապարհները խաչվում են 1980 թվականին, երբ երկուսով անցնում են աշխատանքի Միլանի ատելյեներից մեկում։ Հաշվի առնելով բնավորությունների տարբերությունը, երիտասարդները առաջին իսկ հայացքից խիստ հակակրանք են տածում միմյանց հանդեպ։ Նրանց հարաբերությունները ավելի շատ լարված և թշնամական էին, քան գործընկերային։ Նրանցից պահանջվում է որոշ ժամանակ ընկերներ դառնալու համար, և դրան նպաստում են ընդհանուր հետաքրքրությունները բարոկո ոճի, Սիցիլիայի մթնոլորտի, ինչպես նաև 50-60-ականների ֆիլմերի հանդեպ։ Արդյունքում մի քանի տարի անց նրանք լքում են ատելյե և ստեղծում իրենց սեփական գործը, ունենալով ընդամենը $500 բյուջե։ Ստեֆանոն զբաղվում էր հագուստի էսքիզավորմամբ, իսկ Դոմենիկոն վերջինիս ռեալիզացմամբ։ Միջոցներ չունենալու պատճառով առաջին հավաքածուն ներկայացնում են իրենց փոքր ստուդիայում, իսկ երկրորդը Միլանի սրճարաններից մեկում։ Բրենդն առաջխաղացնելու նպատակով Դոմենիկոն և Ստեֆանոն դիմում են տարբեր ֆեշն շոուների կազմակերպիչների, սակայն ապարդյուն, նորաստեղծ բրենդը չի արժանանում ուշադրության։ Բախտը նրանց ժպտում է այն պահին, երբ նրանք գտնվում էին հուսահատության եզրին։ Անսպասելիորեն նրանք ստանում են պատասխան նամակ Միլան ֆեշն շոուի կազմակերպիչներից։ Dolce & Gabbana բրենդին ընձեռնվում է հնարավորություն ներկայացնել հավաքածուն միջազգային բրենդների հետ համատեղ։ Բավարար ֆինանսական միջոցներ չունենալը չի կանգնեցնում հիմնադիրներին։ Պրոֆեսիոնալ մոդելների փոխարեն հավաքածուն ներկայացնում էին Դոմենիկոյի և Ստեֆանոյի ծանոթները, ովքեր բրենդի հագուստների հետ ստիպված կրում էին իրենց սեփական աքսեսուարները, կրկին ֆինանսական խնդիրների պատճառով։ Dolce & Gabbana-ի առաջարկած ոճը արմատապես տարբերվում էր տվյալ ժամանակահատվածի թրենդներից և այլ բրենդների ներկայացրած հավաքածուներից։ Հենց այդ տարբերությունն էր գրավում է հանրության ուշադրությունը, նպաստելով բրենդի սրընթաց վերելքին։ Այն հասնում է իր գագաթնակետին, երբ երգչուհի Մադոննան սկսում է կրել բրենդի հագուստները իր տեսահոլովակներում և կարմիր գորգերի։ Նա նույնիսկ բրենդից պատվիրում է 1500 լուք իր համաշխարհային շրջագայության համար։ 1992 թվականին Մոնիկա Բելուչին դառնում է բրենդի դեմքը և մուսան։ Տարիների ընթացքում բրենդը համագործակցում է նաև այլ հայտնիների հետ, որոնց թվում էին Սոֆիա Լորենը, Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմբելը, Սկարլետ Յոհանսոնը և այլոք։ 1994 թվականին Դոմենիկոն և Ստեֆանոն ներկայացնում են D&G ենթաբրենդը։ Մինչ Dolce & Gabbana-ն կենտրոնանում էր բարձր նորաձևության և շքեղության վրա, D&G-ն թիրախավորում էր երիտասարդությանը, նրանց առաջարկելով ավելի խաղարկային, առօրյա և մատչելի տարբերակներ, միևնույն ժամանակ պահպանելով Dolce & Gabbana-ին բնորոշ ոճը։ Սակայն երկու բրենդները վերջիվերջո միավորվում են 2012 թվականին։ Այսօր Dolce & Gabbana-ն հանդես է գալիս ընդլայնված ապրանքատեսակով, ներկայացնելով օծանելիք, ակնոցներ, կոշիկներ և ինտերիերի ապրանքներ, որոնք կրում են իտալական ճոխությունը և արվեստի նույն ոգին։ Այսպիսով առաջին հայացքից անհամատեղելի այս դուոն հասավ հաջողության չհանձնվելու և ուրույն ոճի շնորհիվ։ Մինչ օրս Dolce & Gabbana բրենդը շարունակում է ոգեշնչել սպառողին, համադրելով համարձակությունը, մշակույթը և լյուքսի մաքսիմալիզմը։